Առաջին հարցի զեկուցողը ես եմ եւ հարցը Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին հարցն է եւ ներկայացնելով զեկույցը ես մի քանի ընդհանուր դիտարկումներ կանեմ եւ մեկնաբանություններ կներկայացնեմ Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի մասին եւ նաեւ հարակից մեկնաբանություններով հանդես կգամ, որը նաեւ որ չափով կարող է ուղղակիորեն կապված չլինել փաստաթղթի հետ, բայց անուղղակի անպայմանորեն կապված է։ Եվ այսպես Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը ներկայանում է որպես զարգացման ուղենիշ, որի նպատակն է վերանայել եւ ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքը ու պետական ինստիտուտները։ Շատ կարեւոր եմ համարում արձանագրել, որ սա ըստ էության ուղենիշ է եւ հայտարարություն է մեր մտադրությունների մասին։ Ընդհանուր առմամբ կարծում եմ այս համատեքստում լավ կլինի, որ մենք կառավարության կողմից ընդունվող ռազմավարությունները եւ ռազմավարական նշանակության փաստաթղթերը ճիշտ տեղում դնենք մեր կառավարման համակարգում։ Ռազմավարությունները առաջին հերթին մտադրությունների բարձրաձայնում են եւ անելիքների պատկերացումների համախմբված դրսևորում, որովհետեւ ելի եմ ասում, չնայած ոչ միայն ռազմավարական փաստաթղթերը, օրինակ տեսեք նույն մենք անդադ ընդունում ենք պարբերաբար բնականաբար որևէ թվականի պետական բյուջեն եւ պետական բյուջեն էլ ինքը մտադրությունների մասին հայտարարություն է։ Շատ մեր իրականության մեջ հաճախ այս նրբությունը չի ընկալվում, որովհետեւ երբ որ տարվա բյուջետային տարին սկսվում է եւ ոմանց թվում է թե եթե մենք բյուջետային տարվա համար պլանավորել ենք, որ ենթադրենք այսքան տրիլիոն ծախս պիտի անենք, ուրեմն կառավարությունում կա մի սենյակ, որտեղ այդքան տրիլիոն ծախսը գումարը դրած է եւ մենք ամեն շաբաթ կամ ամեն օր գնում հաշվում ենք բանով կանխիկ կամ անկանխիկ բաշխում ենք եւ այդպես է գնում։ Ոչ դրա մասին չի։ Հունվարի 1-ի տվյալ թվականի բյուջեի հավաքագրումը սկսվում է տվյալ տարին սկսելու առաջին վայրկյաններից։ Այլ բան, որ քանի որ մենք նախորդող տարվա բյուջե ենք ունենում եւ այդ բյուջեում երբ որ լավ է լինում գործերը լինում են մնացորդներ կամ միշտ չի որ դա լավ գործի արտահայտություն է, որովհետեւ երբեմն մենք դա լավ չենք գնահատում, որովհետեւ այդ նշանակում է ծախսային մասը այդքան էլ լավ չենք արել։ Բայց ամեն դեպքում, այսինքն այդ շարունակականությունը ապահովում է, բայց մեկը տվյալ տարվա բյուջեն սկսում է, երբ որ նոր տարվա այն զանգերը սկսում են խփել, են որ շամպայն նվաժակ բարձրացնում են, այդ բյուջեն այդ պայից սկսում է, այդ պայն բյուջեում այդ տարվա հավաքագրումը 0 է։ Այդ պայից ամեն ՀԴՄ, ամեն գործար գեներացնում է, հաշվետու շրջանը, որը մինչև հաջորդ ամսվա 20-ն է, տնտեսվարողները ներկայացնում են հաշվետվությունը եւ բյուջեն հավաքագրվում է, եւ քանի որ դոկտրինի հետ ուղիղ կապ չունի, բայց այնուամենայնիվ արձանագրեմ, որ 2025 թվականի պետական բյուջեի պլանը այն թիվը, որը ընդունվել է ազգային ժողովում 2024 թվականի դեկտեմբերին բյուջեի եկամուտները մենք 100.2%-ով կատարել ենք, այսինքն որոշակիորեն գերակատարել ենք, տարվա ընթացքում մենք մեր ամբիցիաները բարձրացրել ենք, մեր պլանավորումը, այսինքն ճշտել ենք պլանը եւ բյուջեի եկամուտների մեր կանխատեսումը ավելացրել ենք, այդ կանխատեսումից մի քիչ պակաս ենք հավաքել, բայց ի սկզբանե պլանավորածից հավաքել ենք ավել, այսինքն բյուջեն գերակատարվել է այս տրամաբանությամբ։ Հիմա վերադառնալով դոկտրինին եւ վերադառնալով ուղենիշին, ինչի մասին է այս փաստաթուղթը։ Այս փաստաթուղթը նրա մասին է, թե մենք հիմա որտեղ են գտնվում եւ դեպի ուր ենք ուզում շարժվել, բայց սա բավարար չի, որովհետեւ A կետից B կետը կարելի է շարժվել մի քանի ճանապարհներով։ Ենթադրենք, էլի որպեսզի նաեւ հանրությանը հասկանալի լինի, ասենք Երևանից Գյումրի կարելի է գնալ առնվազն մի քանի ճանապարհներով, մենք ասում ենք
Երևանից ենթադրենք գնում են Գյումրի կամ Գյումրիից գալիս են Երևան։ Դա երթուղիները կարող են տարբեր լինել եւ հետեւաբար այս տրամաբանությամբ դոկտրինը դրա մասին է, թե մենք ուր ենք գնում եւ ինչ ճանապարհով ենք գնում։ Եվ ըստ այդմ սրանով Հայաստանի Հանրապետությունը նոր տնտեսական պարադիգմ է որդեգրում։ Փաստաթղթի մասին այս պարադիգմը ներկայացված է բավականին համառոտ։ Ինքը 42 էջանոց փաստաթուղթ է, բայց ես ուզում եմ ասել, որ մենք սա 100 քանի էջից ենք կրճատել, դարձրել 42 էջ, եւ ես կարծում եմ, որ սա նաեւ էլի թեմայի հետ ուղիղ կապ չունի, բայց հարակից շատ կարեւոր մի բան եմ ուզում ասել։ Մենք ընդհանրապես մեր ռազմավարական փաստաթղթերին պետքա բավարար լրջությամբ վերաբերվենք այն առումով, որ իրանք պետքա լինեն մաքսիմալ համառոտ։ Որովհետև պետական պաշտոնյա եւ ընդհանրապես մարդու ժամանակը ամենաթանկարժեք ռեսուրսն է։ Եվ այն փաստաթուղթը, որը կարա լինի 10 էջ, չպետքա լինի 11 էջ։ Այն ռազմավարությունը, որը կարա լինի 15 էջ, չպետքա լինի 16 էջ։ Այն տեղեկանքը, որը կարա լինի մի էջ, չպետքա լինի 1.5 էջ։ Այն նախադասությունը, որը կարա պարունակի 3 բառ, չպետքա պարունակի 6 բառ։ Ու սա ֆունդամենտալ խնդիր է, դասականը դեռ ասելա կներես կարճ գրելու ժամանակ չունեմ, դրա համար երկար եմ գրում, եւ սա նույնպես, որովհետեւ դոկտրինը վերաբերվում է նաեւ կառավարման նոր կուլտուրային, այս շատ կարեւոր բան է։ Եթե առավել եւս պետական պաշտոնյա, պետական մարմինը, մի հատ ուրիշ պետական մարմնի գրում է տեղեկանք, առաջին հերթին այդ տեղեկանքը պետք է, ել չեմ ասում, որ պետքա լինի կոնկրետ, պետքա լինի մաքսիմալ կարճ, որովհետև եթե մենք նախարարին, փոխվարչապետին, վարչապետին, վարչության պետին, գլխավոր մասնագետին թուղթ ենք ուղարկում, որ ինքը պետքա կարդա, մենք պետք է ասենք, եթե այս թուղթը ուղարկում ենք, որի կարդալու վրա ինքը ծախսելու է 10 րոպե, արդյոք այդ 10 րոպեն այդ թղթի վրա կարդալու վրա ծախսելը պետական ռեսուրսի, ամենաթանկ ռեսուրսի ժամանակի օգտագործման ամենալավ ձևն է։ Ես ասում եմ, որ ոչ, եւ եթե մենք հաշվենք, թե ինչքան ժամանակ ենք ծախսում կարդալու այն թղթերը, որը 2 էջի փոխարեն կարող լինել 6 տող, տեղեկանքները, որտեղ ընդհանրապես պետք է լինի 3 թիվ, 3 տող, 3 թիվ, բայց գրվում է 6 էջ, 85 թիվ, 72 ֆայլ, ու ասենք դա նրա մասին է, որ մենք կաթվածահար ենք անում մեր իսկ աշխատանք։ Իհարկե մենք փորձում ենք հիմա այդ ստանդարտն էլ բան անել, բայց միշտ չի, ես չեմ ասում, կարող է լինի տենց տեղեկանք, որը նույնքան արժեքավոր է, ինչքան Լև Տոլստոյի Պատերազմ եւ խաղաղություն վեպը, ես չեմ բացառում այդպիսի հանգամանք, թող լինի, այդպիսի գլուխգործոց տեղեկանքները թող լինեն նույնքան արժեքավոր, բայց ես խնդրում եմ, եկեք էս էլ բան անենք։ Եվ դրա համար ես ինչի համար եմ ասում, 42 էջը ինքը կարար իրականում երևի ավելի կարճ լիներ, բայց դա մի ճանապարհ է, որով մենք պետք է անցնենք, բայց ինքը ընթերցանության նյութ որպես այդպեսին կարող է լինի։